Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Պարոն Պետրոսյան, Ղազախստանում ականատես եղանք Իլհամ Ալիևի հետաքրքիր հայտարարություններին առայն, որ նոր դարաշրջան է սկսվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության իմաստով եւ նաեւ հայտարարվեց Իլհամ Ալիևի կողմից, որ այդ տարանցման սահմանափակումները դուրս են գալիս եւ առաջին բեռը ղազախական ցորենը Բաքվի միջոցով Ադրբեջանի միջոցով կհասնի Հայաստան, նախ կուզենամ գնահատեք, թե սա արդյոք կարևոր իրողություն է, որովհետև այսօր ընդդիմադիր դաշտը քննարկում է, որ սա բերելու է Ադրբեջանից կախվածության, սա չի կարելի համարել այլընտրանք նույն ունեցած մեր հիմնական ճանապարհին, ռուսական ճանապարհին, եւ այսպես շարունակ քննարկումները շատ են, պարոն Պետրոսյան։ Հիմա գանք Ալիևի հայտարարությանը եւ արդյոք սա կարևոր իրողություն է, թե չէ, սա այլընտրանք է, թե չէ։ Շնորհակալ եմ, օրինակ շատ այդպես հետաքրքիր կարծիքներ են հնչում, բայց ես կարծում եմ, որ շատ ենք մենք շտապում process-ներից շատ առաջ ենք ընկնում, որի կարգը կարծում առայժմ չկա, որովհետև մենք այս պահին գործ ունենք մի process-ի հետ, որը սկսվել է օգոստոսի 8-ից կամ լավ ավելի մեծ թափ է ստացել օգոստոսի 8-ից հետո եւ ներկայում երկու երկրները դրան զուգահեռ թե տարածաշրջանային, թե միջազգային տարբեր խաղացողներ փորձում են իրենց ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության կառուցման գործընթացում եւ ինչու ոչ նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանն էլ փոխադարձաբար այսպես երևի թե մրցակցության մեջ են, թե որ մեկը ավելի առաջանցիկ եւ կիրառական գործնական քայլեր կառաջարկի այս process-ում։ Այսինքն Ադրբեջանը առաջ ընկավ մեզանից չեմ կարծում, որովհետեւ տեսեք, զուգահեռ process-ներ են ընթանում։ Օրինակ տեսեք, հիմա Ադրբեջանի նախագահի հայտարարությունը եւ առաջարկը ինքը շատ պրակտիկ քայլ է, բայց դա էլ հստակ հիմնավորում ունի, թե ինչու հիմա եւ թե ինչու է նման հայտարարություն արվում։ Զուգահեռաբար հայկական կողմից շատ ավելի ակտիվ է խոսում խաղաղության մասին եւ շատ ավելի դրական խոսույթով, ոչ խնդրահարույց խոսույթով է խոսվում։ Այսինքն եթե օրինակ քաղաքական ռետորաբանության, քարոզչական առումով Հայաստանը շատ ավելի այսպես առանցանցիկ քայլեր իրականացնում, օրինակ Հայաստանում պլանավորվել իրականացվեն օրինակ քաղաքասարակության, երկու երկրների քաղաքասարակության, փորձագիտական շրջանակների հետ հանդիպումների, քննարկումների տարբեր միջոցառումներ, օրինակ Ադրբեջանն էլ հանդես է գալիս նման քայլով, բայց դրան ի պատասխան էլ Հայաստանը, ինչպես գիտենք, հանդես եկավ իր առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը նշեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են Հայաստանի տարածքն օգտագործել փոխադարձ ապրանքափոխադրումների բեռնափոխադրումների համար։ Այնպես որ գործ ունենք այս process-ի հետ եւ ինչու է այս պահին տարանցումը կարեւոր, որովհետեւ տեսեք պրակտիկ դարձյալ գործընթաց կա Թրամփի ուղու իրականացման դետալների քննարկման ուղղությամբ Միացյալ Նահանգների եւ այդ բանակցություններն ընդհանուր Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև մի կողմից կարծում եմ նաեւ որ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև մեկ այլ կողմից այսինքն այստեղ էլ կա Ադրբեջանի կողմից հստակ նպատակ process-ի վրա դրականորեն ազդելու նաեւ Միացյալ Նահանգների դիրքորոշումների վրա էլի դրական ազդելու եւ ընդհանրապես Ադրբեջանի իշխանություններն այս պահին որդեգրել են մի վարքագիծ որ ամենուրեք որտեղ Միացյալ Նահանգները ունի հետաքրքրություններ, ունի ներգրավվածություն, իրենք պետք է աջակցեն այդ process-ին։ Դրա վառ օրինակն է օրինակ Սիրիայում Ադրբեջանի ակտիվացումը, գազի մատակարարման, այնտեղ հումանիտար տարբեր քայլերի, շինարարական աշխատանքների ներգրավվածության առումով, Գազայում ադրբեջանական ներգրավվածության առումով, այս Ադրբեջանը առաջարկել է զորքեր տեղակայել, որոնք հրադադարը կվերահսկեն։ Վառ օրինակը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացով պայմանավորված, այսինքն այս process-ն ունենք, բայց եւ այնպես կրկնում եմ, մենք ներկայում process-ի ականատես ենք։ Այսինքն սա գործնական փուլ դեռ չի մտել։ Գործնական փուլ ես կարծում որ մի քանի 100 տոննա գուցե իհարկե հացահատիկի փոխադրում տեղի կունենա, դա միանշանակ չի կարելի բացառել։ Բայց որպեսզի ակտիվ դեռևս կիրառման փուլ ընթանա
ծառայի որպես այս ուրեմն նոր երթուղի, որն առաջարկում է Ադրբեջանը, սրա համար ժամանակ է պետք, որովհետև վստահության հարց կա, դեռ կա անշուշտ իհարկե հաշվարկների հարց, արդյոք բեռնափոխադրողներին ձեռնտու է այդ ճանապարհը, թե օրինակ այլ ճանապարհ է ձեռնտու բեռնափոխադրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Հայաստան, հա։ Այդպես որ սա պարզապես խորհրդանշական քայլ է այս պահին Ադրբեջանի կողմից, հատկապես կրկնում եմ, քարոզչական, հոգեբանական եւ քաղաքական նպատակով ցույց տալու համար, որ Ադրբեջանը ուրեմն պատրաստ է քայլեր կիրառական, գործնական քայլեր իրականացնել այս խաղաղությունը մեր տարածաշրջանում կառուցելու ուղղությամբ։ Իսկ բոլոր Շահառու կողմը Ամերիկան է հիմնականում։ Միայն Ամերիկան չէ։ Օրինակ Ռուսաստանը կարող է հանդիսանալ շահառու կողմից մեկը։ Տեսեք, պրակտիկ առումով շահառու չէ Ռուսաստանը, հակառակը Ադրբեջանի առաջարկած ճանապարհը ինքը որոշակի առումով հակասում է Ռուսաստանի ուրեմն շահերին, բայց միևնույն ժամանակ փոխլրացման առումով նաև կարող է ուրեմն հետաքրքրել նաև Ռուսաստանի, որովհետև մենք հիմա խոսում ենք Կենտրոնական Ասիայից դեպի Հայաստան փոխադրման մասին, չի բացառում, որ եթե այս երթուղին սկսի աշխատել, Ադրբեջանը սկսի առաջարկել, որովհետև Ադրբեջանը հայտարարում է ընդհանրապես բեռնափոխադրումները Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, ուրեմն այլևս չարգելելու մասին։ Սա ենթադրում է, որ նույն Ռուսաստանից կարող են առնվազն այս պահին բեռնատարների միջոցով մինչև երկաթգիծը իհարկե եւս կշահագործվի այդ բեռնափոխադրումները իրականացնել։ Այսինքն այստեղ ավելի շատ մեծ հաշվով ոչ թե Ռուսաստան, այլ նաև գուցե Վրաստանի համար է խնդրած, որտեղ Վրաստանին է առաջանում այլընտրանք մեծ հաշվով, եթե իհարկե այս ադրբեջանական առաջարկը ավելի ընդլայնվի եւ նաեւ վերաբերի Ռուսաստանից դեպի Հայաստան բեռնափոխադրում։ Պարոն Պետրոսյան, բայց ամեն դեպքում այս առաջարկը իր մեջ ինչ ռիսկեր կարող է ունենալ եւ ինչ վտանգներ, որովհետեւ էլի պիտի ընդդիմությանը մեջ բերեմ, ընդդիմությունն ասում է, որ սա կախվածությունների մասին է, այսինքն մենք կախվածություններ ենք ստեղծում Ադրբեջանի հետ ըստ էության եւ հետո այդ կախվածությունները Ադրբեջանը կարող է օգտագործել մեր դեմ։ Հիմա սա այլընտրանք է, թե կախվածություն է։ Դե տեսեք, ախր դրա համար նշում որ շատ առաջ ենք մենք դեռ գնում։ Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանության խնդիրը պետք է լինի բոլոր կարևոր կապուղիները, մատակարարման ուղիները դիվերսիֆիկացնել, այսինքն սա պետք է լինի, այսինքն մենք նախկինում ունեցած իհարկե օբյեկտիվ պատճառներով ունեցած սխալ փորձը այլևս չպետք է շարունակենք, այսինքն եթե այս պահին կա Ռուսաստանի դա, բայց դա օբյեկտիվ է եղել, որովհետև Արցախյան հիմնախնդրի պատճառով է եղել եւ Ադրբեջանն ու Թուրքիան շրջափակման մեջ են պահել, սա է պատճառը, որ օրինակ երկու հիմնական ճանապարհ ենք ունեցել արտաքին աշխարհի հետ կապի, դա Իրանի եւ Վրաստանի տարածքով արտաքին կապն է եղել, իսկ երբ որ վրաց արդեն ռուսական կոնֆլիկտը եղավ, արդեն երկաթգիծը եւս սկսեց եւ ընդամենը մեկ ուղղությամբ Ռուսաստանի վերին լարսով Ռուսաստանի հետ կապը գործեց եւ մինչեւ հիմա շարունակում են գործել, իսկ հիմա առաջանում է այլընտրանքի հնարավորություն։ Հետեւաբար Հայաստանի Հանրապետության որևէ իշխանության խնդիր պետք է լինի այդ այլընտրանքային ուղիներն ունենալը, բայց հնարավորինս դրանք բալանսավորելը, որովհետեւ եթե դիցուկ օրինակ հա Ադրբեջանի ճանապարհով, Ադրբեջանի տարածքով առաջանում են շատ ավելի մատչելի երթուղիներ, դրանք բնականաբար տնտեսվարողների համար շատ ավելի ձեռնտու են լինելու, բայց կառավարությունը իր կողմից պետք է փորձի այնպես կառավարել իրավիճակը, որպեսզի մեկ երկրից կախվածությունը չմեծանա, այսա պետք է լինի, այսինքն իսկ սրա լուծումները կան բազմաթիվ, օրինակ կառավարությունը կարող է սուբսիդավորել օրինակի համար այլ երթուղիներով գնացող տնտեսվարողներին։ Այնպես որ միանշանակ, եթե նույն ձեր նշած օրինակն ենք բերում, եթե թողնում ենք Վրաստանի տարածքով ենթադրենք կամ Իրանի տարածքով, ասենք տարբեր ուղղություններով բեռնափոխադրումները եւ ընտրում ենք նոր ուղղություններ Ադրբեջանով եւ Թուրքիայով, բնականաբար դա ուրեմն հղի է բավականաչափ մեծ մարտահրավերներով,
Բայց երբ որ մենք կարողանում ենք օգտագործել բոլոր 4 ուղղությունները եւ կառավարությունը կարողանում է այնպես ապահովել, որպեսզի որոշակի բալանս լինի եւ 4-ն էլ ակտիվ գործեն, սա մեզ համար մեծագույն ձեռքբերում է իհարկե։ Դա ինչ ձեռքբերում է լինելու, պարոն Պետրոսյան, որովհետեւ քիչ չեն մարդիկ, որ դեմ են ապաշրջափակմանը, օրինակ նույն Թուրքիայի հետ սահմանների բացմանը, Ադրբեջանի հետ սահմանների բացմանը եւ ես արդեն նշեցի, իրենք դրանում ավելի շատ ռիսկեր ու վտանգներ են։ Դե բնականաբար այդ ռիսկերը լինելու են։ Սա շատ նորմալ է, որովհետեւ մենք անկախ Հայաստանի պատմության գրեթե ողջ ընթացքում ունեցել ենք կոնֆլիկտային միջավայր։ Շատ բարդ է իհարկե եւ հոգեբանական առումով է բարդ, հաշվի առնելով նաեւ 2020 թվականի պատերազմը, Արցախի կորստը, այդ ամեն ինչը բնականաբար ազդեցություն ունենում է գնահատականների վրա, այդ անվստահության մթնոլորտի վրա, բայց միևնույն ժամանակ մենք ունենք օբյեկտիվ գործընթաց։ Հիմա ենթադրենք կողմերը պայմանավորվել են օգոստոսի 8-ով, որ գնում են ամբողջովին կարգավորման, ապաշրջափակման, դրան գումարած Թուրքիան էլ հայտարարում է, որ ինքն էլ է պատրաստ արդեն իր կողմից ակնկալող քայլերն իրականացնել։ Մենք ինչ է պետք է ասենք Թուրքիա մի բացիր սահմանդ կամ կարող ենք ասել Թուրքիա մի բացիր սահմանդ։ Չէ, օրինակ Դաշնակցությունն ասում է մենք եթե իշխանության լինենք, պայման կդնենք, որ ճանաչում եք ցեղասպանությունը, այլապես սահմանը չենք։ Ես նման հայտարարություն չեմ լսել իհարկե, բայց դե տարբերակ է, բայց պետք է հասկանալ դրա հետևանքները, որովհետև տեսեք մեզ համար երբ որ կար օրինակի համար մինչև 2020 թվականը, 23 թվականը մի իրավիճակ, երբ իրենք էին նախաձեռնել այս շրջափակման գործընթացը, Հայաստանի համար շատ ավելի հեշտ էր տեղավորվել այդ կոնֆլիկտային միջավայրի հետ եւ միշտ այսպես պատասխանությունը թողնել նրանց վրա, դե դուք եք փակել սահմանը, դուք էլ պետք է բացեք։ Հիմա իրեն գալիս են ասում բացում ենք սահմանը, դու ինչպես ես ասելու որ չեմ բացում, այսինքն դու այստեղ ոչ միայն երկկողմ process է, այլև ավելի լայն, դու միջազգային հանրության ինչպես ես մեկնաբանել, այսինքն ստացվում է որ մինչև հիմա ապաշրջափակման այս խոսույթը որ եղել է դա կեղծ խոսույթ է եղել Հայաստանի համար, եւ Հայաստանը ընդհանրապես այսպես օգտվելով իրավիճակից ինչ որ մանիպուլյացիաներ է գնացել, այսինքն Հայաստանը ասածս եթե ամփոփեմ, Հայաստանը չունի բավարար ռեսուրս Թուրքիայի դեմ թշնամանքի քաղաքականությունը շարունակելու։ Կրկնում եմ, մի բան էր, երբ որ իրենք էին փակել, մեկ այլ բան է, երբ որ դու ես փակում։ Մեզ համար դա բավականաչափ ծանր կնստի, որովհետեւ այստեղ կրկնում եմ միայն Հայաստանի եւ Թուրքիայի թեման չէ, այստեղ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի թեման չէ, այստեղ միջազգային լուրջ դերակատարներ են ներգրաված, լուրջ շահեր կան եւ դա մարսելը բարդ է լինելու մեզ համար։ Եվ վերադառնանք Վրաստանում վարչապետի արված հայտարարությանը, որ այսօրվանից կարող է նաև Թուրքիան եւ Ադրբեջանը որպես տարանցիկ պետություն դիտարկել Հայաստանը եւ այդ առումով Հայաստանը բաց է։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն է, թե մենք շուտով մոտ ապագայում դրա գործնական նաև սցենարները կարող ենք տեսնել, թե դուք դա հավանական չեք համարում։ Ես process-ն եմ ասում, այս բանը ամենակարևորը գործընթացն է, մենք դրան պետք է նայենք։ Մենք ներկայում գտնվում ենք խաղաղության կառուցման գործընթացում եւ կողմերը մեկը մյուսին հերթ չտալով յուրաքանչյուրը իհարկե իր շահերի, իր համար ընդունելի եւ կառավարելի միջավայրի համատեքստում անելու է նման հայտարարություններ եւ փորձելու է նաեւ դրանց համար պրակտիկ հող նախապատրաստել։ Իհարկե չի բացառում, որ ուրեմն նման բեռնափոխադրումներ տեղի ունեն, բայց դրա համար առաջին հերթին պետք է որպեսզի երկու երկրներն էլ բացեն սահմանը։ Այսինքն, երբ որ Ադրբեջանը նշում է, որ Հայաստան դեպի Հայաստան թույլ է տալու բեռնափոխադրումներ, այնպես չէ որ Ադրբեջանից ուղիղ Հայաստան է գալու այդ բեռները, այսինքն գալու են Վրաստան եւ բաց սահմանով Վրաստանի հետ սահմանով գալու են հետո Հայաստանի առջև։ Հայկական կողմի հայտարարությունը ինքը ենթադրում է, որ այդ ուղիղ բեռնափոխադրումը որ լինի, պետք է լինի նախ եւ առաջ բաց սահմաններ երկու երկրների միջեւ, որ չկա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բաց սահման, ինչպես է գալու անցնի, հա, գուցե թե ենթադրենք կարող է էլի Վրաստանով մուտք գործի Հայաստան, բայց Հայաստանի տարածքով արդեն երբ որ հասնի Ադրբեջան, այնտեղ գոնե պետք է լինի բաց սահմանակետ։ Այսինքն այս պահին վրացական կողմի առաջարկը շատ ավելի պրակտիկ է, քան Հայաստանի Հանրապետության առաջարկը, որտեղ գոնե այս պարագայում, եթե ոչ երկու, առնվազն մեկ երկիր պետք է հարևան երկրներից Թուրքիայից եւ Ադրբեջանի մասն է խոսքը։ Նրանցից մեկը գոնե պետք է ունենա մեզ այդ բաց սահման, որտեղով մուտքը գործի այդ բեռը
նրանցից որևէ մեկի տարածք։ Պարոն Պետրոսյան, այդ իմաստով եւ այդ համատեքստում ինչ սպասել նաեւ Թուրքիայից, թե հայտարարությունների տեսքով, թե գործնականում, որովհետեւ տևական ժամանակ է, գիտեք, խոսվում է սահմանը բացելու մասին երրորդ երկրների ներկայացուցիչների եւ դիվանագիտական անձանց համար, բայց մենք տեսնում ենք, որ սահմանը դեռևս շարունակում է փակ մնալ։ Առաջիկայում մենք կարող ենք նման զարգացումների ականատես լինել, որ սահմանը օրինակ կարող է բացվել գոնե երրորդ երկրների ներկայացուցիչների համար, դիվանագիտական ներկայացուցիչների համար եւ Թուրքիայից ինչ ազդակներ, հայտարարություններ սպասել, մենք գիտենք, որ Թուրքիան եւ նաեւ Անթակույց դրա մասին հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է հայ-ադրբեջանական կարգավորմամբ։ Հիմա, քանի որ օր-օրի կարելի ասել եւ ինչպես կողմերն են հայտարարում, մենք ավելի մոտ ենք խաղաղությանը հիմա, քան երբևէ, հիմա կարող ենք ենթադրել, որ Թուրքիայից դրական ազդակներ, դրական հայտարարություններ եւ գործնական քայլեր կլինեն։ Դե եթե դիտարկում ենք գոնե Հայաստանում հնչող հայտարարությունները, թե վարչապետի, թե արտգործնախարարի, թե ինչու ոչ նաև Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանի կողմից, իրենք խոսում են այն մասին, որ ակնկալում են առաջիկայում, հատկապես արտգործնախարարի վերջին հայտարարությունները մի քանի անգամ նշել է, որ ակնկալում են արդեն Թուրքիայի կողմից կոնկրետ գործնական քայլեր եւ անգամ ժամանակներ են նշվում, հա, ժամանակահատված է կոնկրետ նշվում։ Տեսեք, իրականում մի քիչ բարդություն կա հասկանալու համար Թուրքիայի դիրքորոշումը։ Եթե Թուրքիայից կախված լիներ միայն, ես կարծում եմ, որ ես վստահ եմ անգամ, որ Թուրքիան օր առաջ շտապել էր բացել սահմանը, բայց գիտենք, որ Ադրբեջանն է խոչընդոտում։ Այո, գիտենք, որ այս process-ը փոխհամաձայնեցվում է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացից, այսինքն 2021-ի ավարտից սկսած Թուրքիան որպես այսպես ոչ ակնհայտ նախապայման միշտ շրջանառում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացով, ուրեմն նաև Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի այդ փոխկապակցվածության հարցը։ Հիմա տեսեք, եթե այս դրամաբանությամբ ենք շարժում, Թուրքիայի համար կարող է նաև այդ խաղաղությունը կամ այդ կարգավորումը հանդիսանալ համարվել օգոստոսի 8-ը եւ ներկայում ընթացող process-ները խաղաղության կառուցման եւ իհարկե կարող է դիտարկվել վերջնակետը, այսինքն խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այսինքն դա պայմանավորված է Թուրքիայի պլաններով, որոնք էլ պայմանավորված են Թուրքիա-Ադրբեջան առանձին, այսպես բանակցություններով։ Այստեղ իմ գնահատմամբ TRIP-ի հարցը շատ կարևոր է, այսինքն քանի դեռ TRIP-ի կարգավորումները, իրավական կարգավորումները վերջնական համաձայնեցված չեն, Թուրքիան եւս փորձելու է իր մասով ազդել process-ի վրա մաքսիմալ, ուրեմն թե իր համար եւ թե նաեւ Ադրբեջանի համար մաքսիմալ այսպես ընդունելի եւ շահեկան իրավական կարգավորումների հասնելու համար, որքան էլ որ հնչեցում է, որ այդ ապաշրջափակումը եւ TRIP-ի իրականացումը հայտնի 4 սկզբունքների հիման վրա է լինելու, բայց այնուամենայնիվ դետալների մեջ ես կարծում եմ, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձել են ազդել process-ի վրա, որպեսզի առավելագույնս իրենց ձեռնտու լուծումներ լինեն։ Որոնք են ձեռնտու լուծումները, որովհետև մենք օրինակ միջազգային ամենատարբեր հարթակներում դուսում ենք, որ երկու պետության ներկայացուցիչներն էլ Զանգեզուրի միջանցք խոսույթը շարունակում են շրջանառել։ Դե նորմալ է, եկեք դրա վրա չխորանանք, ես օրինակ անիմաստ ժամանակի եւ էներգիայի վատնում եմ համարում Զանգեզուրի միջանցք այդ ձևակերպման դեմ պայքարը, որտեղ 2020 թվականից ահռելի միջոցներ են ծախսվել թե ֆինանսական, թե դիվանագիտական այդ եզրույթը եւ այդ ծրագիրը միջազգային օրակարգ բարձրացնելու։ Հիմա ինչ է մի օգոստոսի 8-ի պայմանավորվածությամբ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը կարծում վստահ են, որ չեն գնալու այդ խոսույթից հրաժարվել, որտեղ Զանգեզուրի միջանցքը ինքը վերածվել է առանձին նախագծի, որը TRIP-ի հետ միասին մտնելու է միջին միջանցքի մեջ։ Այսինքն այդպես է, այլ մեր խնդիրն այն է, որ երբեք Հայաստանի տարածքի մասին խոսելիս նրանք չօգտագործեն Զանգեզուրի միջանցքը, այսինքն մենք դրա դեմ պետք է խոսենք։ Իսկ Ադրբեջանի տարածքում, Նախիջևանում, Թուրքիայի տարածքում ինչ ուզում է ասեն, ուզում են Զանգեզուրի միջանցք ասեն, ուզում են միջին միջանցք ասեն կամ այլ անվանում տան, դա մեր խնդիրը չէ։ Իրենց տարածքները ինչպես ուզում են թող անվանեն, բայց քարտեզներում Հայաստանի տարածքի մասին խոսելիս պետք է պարտադիր կերպով օգտագործվի TRIP-ը, որտեղ դա միջազգայինորեն ճանաչված նախագիծ է եւ անգամ եթե լինի խախտում, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտոնապես արձագանքի դրան։ Իսկ ինչ վերաբերում է
Ձեր հարցին ուրեմն այս շարունակվող քաղաքականության մասով կրկնում եմ, դետալները շատ կարևոր են, որտեղ մի կողմից նշված է 4 սկզբունքները հայտնի, որը փաստացի ապահովում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ նաեւ վերահսկողությունը այդ ձևավորվելիք նախագծի վրա, ճանապարհների վրա, ենթակառուցվածքների վրա, բայց միևնույն ժամանակ այնտեղ կա անխափան կապ ձևակերպումը եւ տեսնենք, որ ադրբեջանական կողմը անընդհատ շեշտադրում է դա։ Եվ այդ անխափան, քանի որ դետալները կրկնում եմ, իրենք շատ կարեւոր են եւ բանակցությունները եւ կամ այդ անխափան կապ ձևակերպումը ինքը շատ լողացող է, իրենք փորձել են մաքսիմալ հասնել դրան։ Էլի 4 սկզբունքների համատեքստում ասելով ադրբեջանական կողմը ինչ նկատի ունի առանց մաքսային ծառայությունների եւ կամ եթե դիտարկում ենք 4 սկզբունքները, ենթադրվում է, որ եւ սահմանա եւ մաքսային վերահսկողություն լինելու է պարտադիր եւ նաեւ անվտանգության։ Այո, բայց այնպես անցումների հետ կապված կարող են կամ սակագների հետ կապված այնպիսի լուծումներ կարող են լինել, որ դրանք դեռ բանակցությունների թեմա են։ Այսինքն սրանով է պայմանավորված, օրինակ նույն Ադրբեջանը կարող է ձգտել մաքսիմալ ինչ-որ նվազագույն սակագների Ադրբեջանից Նախիջևան բեռնափոխադրումների համար կամ առաջարկել այլընտրանք, ասենք զրոյական սակագներ Ադրբեջանից Նախիջևան, դրա փոխարեն, ասենք, Երասխից դեպի Մեղրի ուրեմն բեռնափոխադրումների համար, այսինքն դու իմ նկատմամբ չես կիրառում աքսատուրքեր, ես քո նկատմամբ չեմ կիրառում։ Նույնը Թուրքիայի պարագայում Թուրքիան կարող է հասցնել նվազագույնի Հայաստանի տարածքով Ադրբեջանի հետ կապին այդ աքսատուրքերի հարցում։ Այսինքն կան բազմաթիվ դետալներ, որոնք դեռ պետք է բանակցեն եւ կարծում որ Թուրքիայի կողմից չշտապելը պայմանավորված է այս գործընթացի վրա որոշակի ներգրավվածություն ունենալու հարցում։ Հետո բացի դրանից նույն թրեպի իրականացման վերաբերյալ այդ իրավական ձևակերպումներում օգոստոսի 8-ին այնտեղ կա երրորդ կողմի ներգրավվածության հարց փոխադարձ համաձայնությամբ։ Չի բացառում, որ այստեղ իրենք փորձեն այնպիսի դերակատարներ առաջմղել, որոնք իրենց համար ավելի շահեկան են։ Չեմ կարծում Ռուսաստան հակառակը։ Օրինակ Կատարը ենթադրենք, որը հատկապես Թուրքիայի համար շատ շահեկան դերակատար է։ Այնպես որ եւ կարող են դրա փոխարեն լինել այնպիսի խաղացումներ, որոնք օրինակ ձեռնտու չլինեն, օրինակ եվրոպական միության այնպիսի երկրներ կարող են լինել, օրինակ ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի համար ձեռնտու չլինեն։ Չի բացառում, որ Թուրքիան ինքը փորձի ներգրավել այս ճանապարհի այս նախագծի իրականացման հարցում։ Այնպես որ դեռևս բազմաթիվ երկարատև բանակցություններ կան եւ նաեւ ընդհանրապես պրակտիկ կիրառում այսօր, եթե չեմ սխալվում, վարչապետը նշել է 2-ից 3 տարի ժամանակահատված։ Այս ողջ ընթացքում ես կարծում նրանք փորձել են Թուրքիան ու Ադրբեջանը փորձել են ազդել process-ը։ Այս տեսեք, մի կարևոր շեշտադրում էլի ուզում անել, որ հասկանանք։ Մենք հիմա թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների բովանդակության, ուրեմն վերագնահատման եւ վերաիմաստավորման process ենք անցնում, այսինքն նախկին կոնֆլիկտային հարաբերություններից անցնում ենք համագործակցային, բայց սա չի նշանակում, որ սրանք հեշտ հարաբերություններ են, սրանք շատ բարդ հարաբերություններ են լինելու, որտեղ եթե այն ժամանակ կրկնում ենք տեղավորել ենք կոնֆլիկտային տրամաբանության մեջ, փորձում ենք տարբեր քաղաքական եղանակներով, դիվանագիտական, տնտեսական եղանակներով գտնել այլընտրանքներ, գործընկերներ, դաշնակիցներ եւ այդպես դիմակայել մեզ պարտադրված շրջափակման ու կոնֆլիկտին։ Հիմա հակառակը մենք ականատես ենք լինելու փափուկ ուժի միջոցով նրանց կողմից իրենց ազդեցությունը այս տարածաշրջանում ընդլայնելուն միտված շատ նպատակային քայլեր։ Ամենավառ օրինակը հենց Ալիևի հայտարարությունը։ Կա առաջանցիկ այնպիսի պրակտիկ հայտարարություն արեց, որ այսօր անգամ մեր ներքին դաշտում շատ մեծ աժիոտաժ է առաջացել, հասկանում եք։ Որ շատ բարդ է լինելու եւ մեր խնդիրը պետք է լինի, որպեսզի այս իրավիճակը կառավարելի պահել եւ այդ խաղաղության ամրապնդումը, խաղաղության կառուցումը, այս գործընթացը եւս կառավարելի պահել, որպեսզի այդ Թուրքիայից եւ Ադրբեջանից հնարավոր կախվածությունը եւս չափավոր լինի, որովհետեւ հասկանում ենք, օրինակ ես որպես հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի միշտ էլ նաեւ մասնագետ պատմաբան, միշտ էլ անվստահությամբ եմ վերաբերելու Թուրքիային եւ նաեւ իհարկե Ադրբեջանին։ Հետեւաբար հարևանություն պետք է անել
բարդ է լինելու այդ հարևանությունը, բայց պետք է ամեն կերպ որպես պետություն կառավարել այդ հարևանությունը։ Հենց այդ հարևանության կառավարումն է, որ եւ այդ կառավարմանը միտված քաղաքականությունը, քայլերն ու գործողություններն են, որ պատասխանում են բոլոր մտավախություններին, որոնք հնչեցվում են։ Հեշտ չի լինելու, բայց մենք ունենք պետություն եւ պետք է պետությանը եւ օրվա կառավարությանը հստակ ուրեմն նրանց արժեվ դնենք խնդիր, որպեսզի նրանք կառավարելի պահեն այդ իրավիճակը։ Այսինքն սոցիալ հոգեբանական առումով էլ է դժվար լինելու այդ սահմանների բացելու։ Ինչի մասն է խոսքը։ Դեռևս մեր քաղաքական ուժերին լավ հասկացանք, բայց ժողովրդի մի ստվար զանգված հիշում է ցեղասպանությունը, կան ցեղասպանությունը վերապրածների սերունդներ։ Մենք ունենք դեռևս 2020 թվական առաջի պատերազմից, երկրորդ պատերազմից հետո դեռևս այս իրականությունը չընկալող մեր շատ մեծ հատված հասարակության մեջ ունենք հայրենազրկված արցախցիներ։ Այդ ամեն ինչը հոգեբանական շատ լուրջ եւ մինչեւ վերջ այդ անվստահության եւ բնական է դա օբյեկտիվ այդ անվստահության գործոն ինքը ազդելու է ընկալումների վրա, ընդհանրապես գործընթացի վրա եւ հաշվի առնելով որ մեզ մոտ ավելի ժողովրդավարական ըստ էության համակարգ է տարբերություն Ադրբեջանի, այս ամեն ինչը նաեւ ազդելու է process-ների վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների վրա, ռետորաբանության վրա, քայլերի վրա, այնպես որ այդ ամեն ինչը պետք է գնահատվի։ Պարոն Պետրոսյան, ուզում եմ հասկանանք նաև Իրանի եւ Ռուսաստանի դերակատարումը։ Իրանի մասով գիտեք, շատ խնդրահարույց էին սկզբի շրջանում հայտարարությունները օգոստոսի 8-ի իրողությունից հետո որոշ երկրներ, անգամ ներքաղաքական որոշ շրջանակներ, այդ թվում ընդդիմությունը պնդում էին, որ ամերիկյան ներկայությունը հայ-իրանական սահմանին չի կարող Իրանին ուրախացնել, պարբերաբար շեշտում են այդ մասին, Իրանի ուշադրությունն են փորձում հրավիրել։ Այս իմաստով Իրանում արդեն ընկալելի է ինչ է իրենից ենթադրում TRIP-ը եւ Իրանում ընկալելի է այս process-ները, որ հիմա տեղի են ունենում եւ արդյոք խոչընդոտի այդ իմաստով չենք հանդիպի եւ նույնը Ռուսաստանի մասով, որովհետեւ Ռուսաստանից օրինակ վերջերս հայտարարություններ լսեցինք, որ թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական այս գործընթացները եւ զարգացող հարաբերությունները իրենց ուրախացնում են, անգամ հարթակ առաջարկեցին եւ Գալուզինը, եթե չեմ սխալվում, ասում էր, որ հայ-ադրբեջանական խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումը կարող է հենց Մոսկվայում տեղի ունենալ։ Ինչի մասին են այս խոսակցությունները։ Ես կարծում եմ սա առանձին հաղորդման թեմա է, բայց փորձեմ նրանց կարճ պատասխանել։ Ռուսաստանն ու Իրանը պարզապես ազդեցության եղանակ չեն ունեցել այս process-ի վրա։ Այսինքն, տեսեք, եթե որևէ դերակատարի շահերից չի բխում ինչ-որ process, նա պետք է փորձի ամեն կերպ կանխել այդ process-ը։ Եթե ինչ-որ process տեղի ունենում, արդեն դրան դեմ դերակատարները պետք է դա ընդունեն իգիտություն, հարմարվեն եւ իրենց քաղաքականությունը արդեն ծրագրեն, իրականացնեն ըստ առկա իրողությունների։ Հիմա օգոստոսի 8-ը արդեն փաստ է, TRIP-ը արդեն ըստ էության փաստ է եւ թե Իրանը եւ թե Ռուսաստանը ուրեմն այլընտրանք չունեն, քան ընդունեն դա իգիտություն եւ գործեն ըստ դրա, որովհետեւ սա ոչ թե պետք է նայել անմիջապես Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, այո, կոնկրետ մասնակիցները իրենք են, բայց նաեւ Միացյալ Նահանգների դերը չպետք է այսպես բացառել։ Միացյալ Նահանգներն է, որ եկավ եւ առաջ անցավ իր շահերն առաջ մղեց, առաջ անցնելով Իրանից եւ Ռուսաստանից եւ անտեսելով նրանց շահերը, կարողացավ դրան հասնել, չէ՞։ Հետաբար արդյոք ունի ռեսուրսներ Իրանը այս պահին դիմագրավելու Միացյալ Նահանգներին, նրա քաղաքականությունը, նրա տնտեսական շահերին։ Կարծում եմ չունի։ Եթե նրա միակ մեխանիզմը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է կամ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն է, կարծում եմ, որ դա անիմաստ ջանքեր են, որովհետև այս process-ի վրա ազդելու ամենաարդյունավետ եղանակը արդյունավետ այլընտրանքի առաջարկն է։ Եթե չկա կամ գոնե այս եղած մեխանիզմում իր դերակատարումը առաջ քաշելն է։ Սրան դեռևս ականատես չենք, ընդ որում նույնը Ռուսաստանի պարագայում։ Հիմա եթե իրենք չունեն նման պլաններ, իսկ ես նկատում եմ, որ այս պահին չունեն նման պլաններ, նրանք որոշակի անվստահությամբ հետևում են process-ին։ Ես հատկապես Իրանի մասով եմ ուզում ասել, որ հերթական անգամ դա Իրանի համար բացթողում է լինելու, այսինքն սխալ է լինելու հերթական կարելի, եթե հենց հիմա Իրանը չփորձի
օգտվել այն ուրեմն հնարավորություններից, որ տալիս է այս ապաշրջափակման գործընթացը, որովհետև եթե Իրանը հիմա չփորձի օգտվել սրանից, այսինքն ամեն կերպ առաջ մղի, օրինակ Նախիջևան-Իրան երկաթգծի ուրեմն եւս շինարարության վերակառուցման հարցը, որտեղ որքանով ես եմ տեղյակ, Նախիջևանի եւ Իրանի միջև երկու ջուլֆաների միջև երկաթգիծը չի գործում, ապա չի բացառում ինչ որ փուլում այդ երկաթգիծը այդպես էլ չբացվի եւ փաստացի Իրանը չկարողանա օգտվել եւ նաեւ Հայաստանը չկարողանա օգտվել Ադրբեջանի տարածքով, Նախիջևանի տարածքով դեպի Իրան երկաթգծի գործարկման հարցում։ Նույնը Ռուսաստանի պարագայում, Ռուսաստանը եւս պետք է այլ ընտրանքներ առաջարկի, որպեսզի դրանք գան լրացնեն ապաշրջափակման գործընթացին։ Նույնը Վրաստանի մասը, Վրաստանը եւս պետք է հիմա արագացնի այլ ընտրանքներ առաջարկի, որպեսզի այդ ապաշրջափակվելիք ճանապարհները Վրաստանի տարածքը չթողնեն լուսանցքում։ Այսինքն հիմա մի իրավիճակ է, որը եւ ես նկատում եմ, որ բոլորի մոտ, հատկապես երրորդ կողմերի մոտ, կա որոշակի թերահավատություն, որ թրիպեք իրականա, որ Ադրբեջան-Հայաստան կարգավորումը ուրեմն արդյունավետ ընթացք ունենա, ընդ որում դա փաստացի միայն Հայաստանի ներսում տարբեր ընդդիմադիր կամ այլ կարծիք ունեցող քաղաքական վերլուծաբանները չեն, նաև փաստացի արտաքին դերակատարներ կա, եւ սա էլ օբյեկտիվ պայմանավորված է միջազգային անորոշությամբ, հա, քանի դեռ այս ուկրաինական պատերազմը շարունակվում է, կա ավելի մեծ հակամարտության հնարավորություն, բնականաբար այս չշտապելու հանգամանքն էլ օբյեկտիվ է, բայց պետք է ունենալ պլաններ, որտեղ կրկնում ուշանալու դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը փորձել են ամբողջովին բոլոր հնարավոր այլընտրանքային կապուղիները տանել իրենց տարածքով եւ եթե մենք չենք ունենում այլընտրանք կամ այլընտրանքները անհամեմատելի են իրենց շահութաբերությամբ, բնականաբար կամա թե ակամա ես արդեն նշեցի, տնտեսվարողները նախընտրել են իրենց համար շատ ավելի ընդունելի եւ շահեկան ճանապարհները, որոնք կարող են Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքով։ Եթե ամփոփեմ, պարոն Պետրոսյան, ճիշտ եմ հասկանում, որ բոլոր շահագրգիռ կողմերը եւ կամ պետությունները պիտի հիմա ճկունություն դրսևորեն, որպեսզի հնարավորինս թրիփը կարողանա ծառայել նաեւ իրեն շահին։ Այո, պիտի անեն, բայց չեն անում։ Ես ասացի ինչի չեն անում, որտեվ մեծ թերահավատություն կա, որ թրիփը կարող է իրականանալ։ Այսինքն ես կարծում եմ, որ Իրանում մտածում են, որ մեկը Ռուսաստանը գալու է եւ փորձել է ձախողել այս թրիփի իրականացումը, ուկրաինական պատերազմը հենց վերջն է, Ռուսաստանը գալու է, այսինքն իրանց հաշվարկները գուցե սրանով են պայմանավորված։ Իսկ դուք դա հավանական համարում եք, որ Դե թրիփը ոչինչ չի կարելի բացառել, բայց այս պահի իրողություններով շատ ավելի մեծ հավանականությամբ թրիփը կիրականանա, քան չի իրականանա, որովհետեւ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը ես նկատում եմ հակված են, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն, որովհետեւ եթե Ռուսաստանը գալիս է, դա ոչ միայն վնասակար է Հայաստանին, դա վնասակար է, այսինքն վնասակար է այդքան չասենք, ավելի այսպես փորձեն քաղաքագիտական ձևակերպումներ տալ, ավելի խնդրահարույց է, ոչ պակաս խնդրահարույց է Հայաստանի համար, որքան Ադրբեջանի համար։ Որտեղ մենք վերադառնում ենք նախկին բանաձևին, որը կար մինչև 2020-22 թվական։ Իսկ կարծում եմ, որ Ադրբեջանը եւս այս բանին հակված չէ, որպեսզի եւ Ադրբեջանը դիրքավորում է տարածաշրջանային խաղացող որպես, հա, մի մակարդակ ավելի բարձր ազդեցության դերակատար տարածաշրջանում։ Իսկ Ռուսաստանի վերադարձը տարածաշրջան բնականաբար խոչընդոտել է Ադրբեջանի նման ամբիցիաները եւ դրան դեմ է բնականաբար նաեւ Թուրքիան։ Սա սրանով է պայմանավորված, որ կարծում եմ, որ այնուամենայնիվ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից լինելու է հակազդեցություն։ Այսինքն այդ ընկալումը նաեւ Ադրբեջանում կա, որ Ռուսաստանի վերադարձը մեզ պետք չէ։ Իհարկե, իրենց եւս իհարկե, ինչպես մենք ենք անկախանում Ռուսաստանից նշվում է, չէ, բազմիցս կոպիտ է իհարկե նշվում, բայց այդ նույն անկախացման գործընթացը նաեւ Ադրբեջանում է տեղի ունենում, որտեղ նրանք էլ թոթափում են, ընդ որում ոչ միայն Հայաստան, Ադրբեջան, չվերցնենք երկուսին, ամբողջ այդ խորհրդային տարածաշրջանը կենտրոնական այսեմ շատ ավելի խորքային process-ներ են ընթանում։ Այսինքն մենք այսպես մեր վերաբերմունքը մեր շարունակող քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ մեծ հաշվով երևի թե հաստատ մի քանի մակարդակով շատ ավելի բարձր է, քան այն ինչ որ տեղի ունենում կենտրոնական Ասիայում։ Նրանք շատ ավելի արագ կերպով են այլընտրանքներ փորձում գտնել, դիվերսիֆիկացնել իրենց թե մատակարարումները տնտեսական, էներգետիկ, թե քաղաքական եւ անգամ անվտանգային
որպեսզի նախկին բանաձևերը, որոնք եղել են Խորհրդային Միության եւ հատկապես Խորհրդային Միությունից հետո մինչեւ 2022 թվականները այլևս փաստացի մնան պատմության գրքում։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Կհանդիպենք։